հարց ծագել, թե այս թվում է պարզ երկխոսությունը ինչով եւ ինչու է պատմական։ Իսկ պատմական եմ կարծիքով հետևյալով, այդ խոսակցությունները վկայում են այն մասին, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի վերջո իր սեփական հայրենիքում քաղաքականությունների եւ ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Մեր իրականությունը ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն, որը մենք կամ չենք նկատել, կամ չնկատելու ենք տվել։ Մեր պատմության մեջ գրեթե հազարամյակից ավելի մեր քաղաքականությունների եւ ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, ամենատարբեր, բայց այդ ներշնչանքի աղբյուրը ամենակիչը եղել է ժողովուրդը, նրա իղձերը եւ ներքին մղումները։ Ձևավորվել է մի, այսպես ասած, պայմանական էլիտար բովանդակություն, եւ այդ բովանդակությունը ինքը իրեն անընդհատ վերարտադրել է։ Ինքը իրեն անընդհատ վերարտադրել է, ինքը իրեն անընդհատ պարտադրել է, եւ այդ բովանդակությունը առնված են մի մեծ մասով միշտ օրգանական կապից զուրկ է եղել ժողովրդի հետ եւ սովորաբար օրգանական կապ է ունեցել արտաքին գործոնների, աշխարհքաղաքական գործոնների, գլոբալ գործոնների հետ։